Քեզ ասելու այո, տվել ես մեզ իմաստություն քեզ հետևելու։ Եվ դու մեզ այդ իմաստությունը թող շարունակվի իմ Հայր, որ մենք երբևէ քեզ հետևելուց չդադարենք։ Օրհնում եմ Տեր Աստված քո սուրբ անունը, օրհնում եմ քո զավակներին, գոհանում եմ այս պատվի համար Հայր, եւ ասում եմ թող միայն եւ միայն փառքը լինի քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ։ Կատարվեցավ եւ ես այս բեմի վրա եմ։ Կատակով եմ ասում, բայց հետաքրքիր Աշոտ եղբայրը չգիտի այս մասին։ Կիրակի օրը կանգնած էի երկրորդ շարքում եւ ասում էի, Տեր, շուտ վանից չեմ խոսել այստեղ։ Կարոտել եմ։ Բայց ասեցի Աշոտ եղբայրը բան չեմ ասելու։ Գիտեք ինչ ասեցի։ Ասեցի դու խոսայր ասրտի հետ։ 2 ժամ հետո Աշոտ եղբայրը զանգեց։ Շնորհակալ եմ Աստծուց, որ մենք Աստծո ձայնը լսող հովիվ ունենք, ամեն։ Եվ շնորհակալ եմ Աստծուց, որ ինքը մեզ ասելու բան ունի, որովհետև գիտեք, ես կարող եմ տարօրինակ թվամ հիմա, բայց ես կարծում եմ մեր ամեն մի վայրկյանը նրա մոտ գրված է։ Ինչ որտեղ եւ բայց մինչեւ խոսքը խոսելը ես ուզում եմ ներկայացնել մի մարդու ով շատ թանկ է ինձ համար, թանկ է իմ եւ մեր ընտանիքի համար, թանկ է Աստծո ժողովուրդ ընտանիքի համար, ով միշտ եղել է մեր կողքին թե դժվարության, թե նեղության պահին, ով փաստացի իմ հորաքույրն է եւ որի մենք շատ սիրում ենք, օծալ մարդ, Աստծո նվիրյալ։ Ես կխնդրեի ջերմ ողջունենք մեր Հիլդա քրոջը, բարի գալուստ Հիլդա քույրը։ Սիրում ենք շատ։ Երբ որ Կիրակի օր, իհարկե շատ Աստծո շնորհակալ ենք մեր Կիրակի օրվա պատգամի համար, որ Աշոտ եղբայրը տվեց շատ օծված պատգամ է, շատ օրհնվեցինք, ամեն։ Բայց միջ այդ, երբ որ միտեղ չէինք տեսել, որ Աշոտ եղբայրն է, տեսանք Հիլդա քրոջ նկարը, մտածեցինք Երևանում է, ասեցինք ես ուրախ եղա, երբ մեզ ասացին, Հիլդա քրոջան, սիրում ենք ձեզ շատ։ Շատ բարի։ Ուրեմն նախաբանից միգուցե մի քիչ մեծ լինի, բայց ովքեր որ ճանաչում են մեզ գիտեն, որ մենք արդեն 3 տարին երեխաների հետ ենք աշխատում եւ այս երեխաների հետ զրույցի ժամանակ հիգիենայից էինք խոսում, մինչեւ հիգիենան սխալվեցի կներեք, խոսում ենք սիրելուց, որ Աստվածաշնչում գրված է սիրի ընկերոջս ինչպես ինքդ քեզ, եթե ես չսովորեմ ինձ սիրել, ես իմ ընկերոջը չեմ կարող սիրել, այսպիսի գեղեցիկ բացատրություն եւ այլն, ու ասում այ օրինակ տեսեք, պրիմիտիվ բան եմ ասում, եթե ես ինձ չսիրեմ, ես ինձ չեմ խնամի, իմ հիգիենային չեմ հետևի, մեկը մեր տղաներից մեկը շրջվեց, ասեց, այս երկու օրը իրար վրա ինձ սիրում եմ, ու մենք սա որպես հումոր, բայց մենք այս վերջերս մի դաս անցանք, գիտեք, որ Շեքսպիրը ասել է ամեն հանճարեղ բան պարզ է։ Եթե մենք ուզում ենք հանճարեղ բան տեսնել, մենք չպիտի բարդ բան փնտրենք, մենք պետք է պարզ բան փնտրենք։ Եվ մեր Տերն էլ հանճարը մեր Աստծո, որպես մարդ Տեր Հիսուս Քրիստոսի, որ եկավ երկիր, նրա հանճարը նրանում է, որ ինքը ամեն բան շատ պարզ էր խոսում։ Մեր Աստված էլ է մեզ հետ շատ պարզ խոսում։ Ուզում ես ունենալ տուր։ Չկա բանաձև։ Գնա ես 5 քայլ արա, հետո ես 6-7 քայլ արա, ուզում ես ներվել, ներիր։ Եվ նմանատիպ բազում բաներ պարզության մեջ է։ Այսօրվա խոսքը կփորձեմ պարզ խոսել եւ ամենակարևոր բաներից մեկը, որ մինչեւ պատգամը ուզում եմ ասել, շատ կարևոր բան եմ ասում։ Դուք սա շատ եք լսել, բայց մեզ պետք է որ մենք ամեն անգամ սա ավելի խորը գիտակցենք։ Սա է։ Աստված մեզ սիրում է հավիտենական սիրով։ Ինչ է լինի, մեր երեխաներին ասում, գիտեք ինչ է հավիտենական սերը։ Սեր, որ չի վերջանում, ինչ էլ անես, ինքը քեզ սիրում է, ապշած աչքերով ինձ են նայում, հա, ընկերեմ, ասում, հա, ինչ էլ անես սիրում է, իհարկե այստեղ բայց կա, այդ բայցի մասին եմ այսօր խոսելու, դրա համար եմ սիրուն անդրադառնում, մի բայց կա, բայց շատ կարևոր է, որ մենք եւս մեկ անգամ մեզ համար ֆիքսենք, դառնա մեր ամենօրյա հացը սա,
որ Աստված ինձ սիրում է հավիտենական սիրով։ Եվ նա ինձ կանչել է իմ անունով։ Ոչ թե պարզապես խմբակային, ոչ թե պարզապես եկեղեցին, անձամբ է նա մեզ կանչել։ Եվ անձամբ մեզ համար է նա խաչվել։ Այս պարզ բաները ամենահանճարեղ բաներն են։ Որտև յուրաքանչյուր մարդ, ես մի բան ասեմ, երբ որ բեմից քարոզվում է, ընդհանուր խոսում են ամեն բան լավ է։ Հենց ձեր անունը տասնես գաստանում ենք, չէ՞։ Լրջությամբ այս խոսքը ընդունում ենք։ Մեր ուսուցիչներն ասեմ, եթե երեխաներին կարևոր բան ունեք ասելու, ասեք առանձին։ Խմբակային կա ճակերտավոր ընկերովի մահահարսանիք է։ Դրամատերը մեզ անձամբ է կանչում, անունով է կանչել, և երբ որ իր կյանքի գրքի մեջ մեր անունը գրել է, մենք կնայենք միլիոնավոր, միլիարդավոր մարդկանց անուններ և մեզ հետաքրքիր չի լինի այդ գիրքը կարդալ, բայց նրա համար ամեն մի անունը գոհար է, որտև ամեն մի անվան հետևը մի երկար իր հետ ճանապարհ կա և ամեն մեկի համար նա իր արյունն է տվել, ամեն։ Այս սա է ամենահանճարեղ ու կարևոր բանը, որ ես ասում եմ մինչև իմ պատգամը սկսելը։ Իսկ երբ որ Աշոտ եղբայրը ինձ ասաց այսօրվա համար, միանգամից այդ խոսքը եկավ, այդ խոսքին հասնելուց առաջ մի հատված պետք է կարդամ։ Եթե Աստվածաշնչերը ձեզ հետ են, բացենք Հայտնության գլուխ, Հայտնության գիրք 12-րդ խոսքը։ Հայտնություն 12-րդ գլուխ առաջին խոսք։ Մի քիչ միտքս խառն է, Տիրոջը խնդրել եմ, որ ինքը ինձ կառավարի։ 12-1-ը։ Ռաֆ եղբայրը կասեր էջանիշտիր, որ մարդիկ քեզ չսպասեն։ Եվ մի մեծ նշան երևաց երկնքում, մի քիչ երկար եմ կարդալու, լավ։ Մի մեծ նշան երևաց երկնքում մի կին, արեգակն իր վրա առած, լուսինը նրա ոտների տակ, գլխի վրա 12 աստղերի պսակ, և նա հղի լինելով աղաղակում էր երկունք քաշելով և չարչարվելով որ ծնի։ Եվ մի ուրիշ նշան երևեց երկնքում, և ահա մի մեծ վիշապ, կրակի պես կարմիր, որ 7 գլուխ ուներ և 10 եղջյուր, և նրա գլուխների վրա 7 թագ, և նրա ագին քաշում էր երկնքի աստղերի 3-րդ բաժինը, և նրանց գցեց երկրի վրա, և վիշապը կանգնած էր այն կնկա առաջին, որ պիտի ծներ, և երբ որ ծնե, կուլ տա նրա զավակին։ Եվ նա մի արու զավակ ծնեց, որ պիտի բոլոր ազգերին երկաթե գավազանով հովվե, և նրա որդին հափշտակվեց Աստծո մոտ և նրա աթոռի մոտ։ Եվ կինը փախավ անապատը, ուր Աստվածանից պատրաստված տեղ ուներ, որ այնտեղ կերակրեն նրան 1270 օր։ Եվ պատերազմ եղավ երկնքում, և Միքայելը և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ, և պատերազմեց վիշապը և իր զորքերը և չկարողացան դեմ կենալ, և ոչ էլ տեղ գտնվեցավ նրանց համար երկնքում։ Եվ վայր գցվեց մեծ վիշապը, այն առաջին օձը, ես կասեի պառավոցը, որ բանսարկու և սատանա է կոչում, այն բովանդակ աշխարհը մոլորեցնողը վայր գցվեց երկրի վրա, և իր հրեշտակներն իր հետ վայր գցվեցին։ Հետո շարունակելու եմ։ Ուրեմն շատ մեկնաբաններ, ոմանք ասում են այս հղիկինը եկեղեցին է, որը նոր արթնությունն է ծննդաբերելու, բայց իրականում այս հղիկինը խորհրդանշում է Իսրայել ազգը, իսկ ծնունդը Հիսուս Քրիստոսն է։ Մենք տեսնում ենք ամենասկիզբը Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին է խոսում, մենք տեսնում ենք այնտեղ, որ հիշապը ընկավ, 1/3 հրեշտակներ սատանան է դևերի հետ միասին։ Եվ մենք այստեղ տեսնում ենք, որ սրանից հետո արդեն, այս Հիսուս Քրիստոսի ծնունդը, որ ներկայացնում է, մենք տեսնում ենք արդեն մի անգամից անցում է կատարում վերջին ժամանակներ, երբ որ տեսնում ենք երկնքում այդ օդի իշխանի վայր ընկնելը։ Հիսուսի զոհի շնորհիվ օդի իշխանի վայր ընկնել ենք տեսնում։ Հիմա սատանան օդում է գտնվում։ Սա դեռ նախաբանն է իմ խոսքի։
Նա դեռ իր ամբողջ զորությամբ չի գործել։ Եվ երբ որ գա ժամանակը, երբ որ երկինքը պետք է հափշտակվի երկինք, նա եկեղեցին պետք է հափշտակվի երկինք, նա վայր կընկնի դեպի երկիր։ Հիմա այս բուրըն կարևոր իրադարձության գագաթնակետը որն է։ Հիսուսը ծնվել է, մեզ տվել է փրկություն, գնացել է երկինք, վերջին ժամանակներում ենք, սատանան ատելով ատում է մարդարարածին, եւ նրա նպատակն է վերացնելը, եւ ասում է 10-րդ խոսքը ասում է եւ մեծ ձայն լսվեցի, որ ասում էր երկնքում, հիմա փրկությունը եւ զորությունը եւ թագավորությունը եղավ մեր Աստծուն եւ իշխանությունը եղավ նրա օծալին, որ վայր գծվեցավ մեր եղբայրների չարախոսը, որ չարախոսում էր նրանցից Աստծո առաջին ցերեկ եւ գիշեր։ Դեռևս Հոբի գրքից մենք գիտենք, որ սատանան դեռևս ունի մուտք Աստծո ներկայության մեջ, սա փաստ է։ Նա դեռևս ունի մուտք, ոչ թե սիրում է Աստծուն, այլ պարզապես նա գիշեր ու ցերեկ չարախոսում է։ Մենք խոշորացույցի տակ ենք ապրում։ Նա գիշեր ու ցերեկ հատկապես Աստծո եղբայրներին, ասում է Աստծո զավակների մասին։ Գիշեր ու ցերեկ նա փնտրում է տեսնի, ով ինչ մեղ գործեց, որ վազելով գնացի տեսար։ Ինչու, որպեսզի օրինական իշխանություն ունենա այդ մարդու կյանքի մեջ մտնելու եւ վերացնելու։ Պատերազմի ժամանակ Միքայելն ու հրեշտակները, երբ որ պատերազմեցին, ասում են նա վայր ընկավ, մեծ աղաղակ, երջանկություն, չարախոսը չկա։ Այլևս չկա մեկը, որ չարախոսի Աստծո զավակներից։ Գիտեք, Աստծո մոտ խոսելու երկու տեսակ կա, եւ ընդհանրապես մարդու մոտ խոսելու երկու տեսակ կա՝ բարեխոսություն եւ չարախոսություն։ Երբեմն մենք կարող ենք սա փակագծերի մեջ եմ ասում, երբեմն կարող ենք չնկատենքել ինչպես ենք չարախոսում, բայց մենք կարծում ենք, որ մենք ճիշտ բան ենք ասում օգնելու համար։ Ինչպես կարող ենք զանազանել որն ենք անում, չարախոսում ենք, թե բարեխոսում ենք, շարժառիթ, որն է իմ նպատակը։ Սրտիս նպատակը որն է այս պահին, որ ես սա ասում եմ։ Մենք կարող ենք գալ Աստծո գայի առաջ այլ կարևոր բանի համար բարեխոսելու։ Պապ չի կարող, պապ չի հասկանում։ Մենք կարող ենք Աստծուց ավելի արդար թվալ մեզ եւ գնալ ու ասել Հովի մոտ կամ ինչ որ մեկի մոտ, ես ճիշտ եմ տեսում, ես ասում եմ, սա չեն տեսում, սա չեն ան, սա չարախոսություն է։ Եղել ենք մեջը, այո։ Եթե ինչ-որ մեկը չի եղել մեջը, թող ձեռ բարձրացնի, ես կգնամ իրան կհամբուրեմ, ձեռքերը կհամբուրեմ։ Բոլորն են սայթակել այստեղ։ Բայց կարևորն է, որ մենք հասկանանք, թե մենք որ նպատակի համար ենք, հիշում եմ երիտասարդներից մեկը մի օր մոտեցավ ինձ, ասեց. Էմիլա քույրս աղջկան շատ եմ հավանում։ Ուզում եմ իր հետ ամուսնանալ, առաջարկություն անել, մի խնդրանք ունեմ։ Եթե իր մեջ ինչ-որ սխալ հատկանիշներ եք տեսում, կասեք ինձ, որ ես իմանամ։ Սի երբեք։ Կարող է դու տաշկետ ամուսնանաս, ամբողջ կյանքը չտեսնես այն, ինչ որ ես տեսել եմ, ինչի փչացնեմ ձեր հարաբերությունները։ Փառք Աստծո, երջանիկ ընտանիք են հիմա։ Փառք Աստծո այդ իմաստության համար, կարող է ոգեով ասել, օ ինքն ինձ իմաստուն մեկի տեղն է դրել, ասեմ թող իմանա երեխան, բայց իմանա ինչի է գնում, չէ՞։ Ու գիշերները ցերեկ առավոտները երկար քնում, ամանները չի լվանում, ճաշեփել չգիտի, կարող է այդտեղն այդպիսի աղջիկ է սիրում։ Չգիտի որ դա վատ բան է, սա փակագծերի մեջ։ Հիմա տեսեք։ Նա գիշեր ցերեկ փնտրում է խոշորացույցով, որ գտնի, եւ այստեղ մի կարևոր բան եմ ուզում ասել։ Սա իմ բառերը չեն, սա մեկնաբաններից մեկի խոսքերն է, ասում է, եւ ամենամեծ խնդիրներից մեկը սա է, որ նա փորձում է համոզել հավատացյալներին, որ նրանց խոստովանած մեղքերը ներված չեն։ Եվ իմ այն խոսքը, որ ես մի անգամից ստացա, պատգամի հետ կապված 11-րդ խոսքը։ Եվ նրանք հաղթեցին նրան գառան արյունով, իրենց վկայության խոսքով եւ չսիրեցին իրենց հոգին մինչև մահ։ Շատ հաճախակի այս մասը քարոզվում է, վերջին մասը քիչ են ասում։ Ինչով հաղթեցին, ով հաղթեց,
Ում հաղթեց, հաղթեց չարախոսին, ով ճիշտն էր ասում։ Ով գիշեր ցերեկ ուներ միայն մի նպատակ, նա դեռ երկրի վրա չի, նա գործում է իր ծառաների միջոցով երկրի վրա, բայց մի կարևոր նպատակ ամբողջ այս հազարավոր տարիների ընթացքում, որ նա ունի եւ ուզում է անել, Աստծուն ասել քո զավակները քեզ չեն սիրում, նրանք քո պատվիրանները չեն պահում, նրանք արժանի չեն այդ փրկությանը, նրանք պետք է կորցնեն, ես պետք է նրանց պատժեմ։ Ես ունեմ այդ իրավունքը։ Բայց նրանք ում մասին ինքը չարախոսում էր, հաղթեցին նրան, ուշադիր եղեք, Տերը չհաղթեց, մենք հաղթեցինք։ Ինքը տվել է մեզ այդ հաղթանակը, արդեն տվել է, մենք բաժին ունենք այդ հաղթանակի մեջ։ Եթե մենք ձեռքերը ծալած նստենք, ասենք, Տերը արդեն հաղթել է, մենք արդեն փրկված ենք, մենք արդեն ներված ենք, մենք հաղթանակ չունենք։ Մենք բաժին ունենք, ինչով ինչ բաժին ունենք, հաղթեցին գառան արյունով, զոհը հիմքն է մեր հաղթանակի, արմատն է, սյունն է մեր հաղթանակի, Տիրոջ զոհը, նա տալիս է մեզ այս հաղթական կյանքը ունենալը, ամեն օր սրբվելով գառան արյունով, ամեն օր անցնելով ապաշխարության կյանք, Տերը ասես դուք սուրբ եք աշակերտներին, բայց պետք է որ ձեր ոտքերը լվանա։ Մեր մարմնի միակ մասը, որ ամեն օր եւ ամենաշատը առնչվում է այս աշխարհի հետ, մեր ոտքերն են։ Դուք երևանցիները, ես վեդեցի եմ։ Վեդին շատ փոշոտ քաղաք է։ Ես գնացի աշխատանքի, եկա ոնց որ մաներում, շախտաներում աշխատած լինեմ։ Շատ փոշոտ է։ Այդ ոտքերը ամեն օր պետք է մանրակրկիտ լվացվեն։ Մենք ամեն օր առնչվում ենք այս աշխարհի հետ, ամեն օր ենք առնչվում։ Ես չեմ կարող ասել, այսօր կեղտոտ ոտքերով կպարկեմ, վաղը կլվանամ։ Կկեղտոտվի սպիտակեղենը, կկեղտոտվի իմ հագուստը, հետո ավելի երկար աշխատանք է պետք լվանալու եւ մաքրելու համար։ Հասկանալի եմ, չէ՞ խոսում։ Մենք ամեն օր պետք է այս ոտքերը լվանանք։ Հիմա մենք կարող ենք լարված, այս չէ։ Եթե մենք ունենք, հիմա կգնանք այդ դրան, եթե մենք ունենք Աստծո այդ մտերիմ կյանք, ինքը այնքան լավ է մեզ հետ խոսում։ Մենք այնքան թանկ ենք, ինքը մեզ հետ շատ լավ է խոսում։ Եվ մեզ պետք է ամեն օր այս ոտքերը լվանալ։ Մենք այդ գառան արյունով հաղթելը, սա է, որ զոհի արյունով մենք ամեն օր սրբվում ենք։ Սրանով ենք մենք սատանային հաղթում, որ երբ որ նա գալիս է, Հիսուսը ասեց, ահա գալիս է այս աշխարհի իշխանը եւ իմ մեջ ոչինչ չունի։ Սրանով նա հաղթեց սատանային, սրանով նա հադություն առավ։ Եթե մի փոքր բան ունենար, հադություն չէր առնի Հիսուսը։ Հիմա, երբ ենք մենք իշխանությունով, ռիսկով գնում առաջ, երբ որ մենք ամեն օր մեր ոտքերը լվանում ենք մեկ, երկրորդը վկայության խոսք, սա ավետարանի վկայության խոսքն է։ Այն խոսքը, որ մենք հռչակում ենք մեր կյանքում, ուրիշների կյանքում, վկայում ենք եւ ավետարանում ենք, սա ավետարանի երկսայրի սուրն է, որ մեր կյանքում միշտ պետք է ճշմարտությունը գործի։ Առանց գառանարյան եւ առանց Աստծո խոսքի ապրելու, հռչակելու եւ հայտարարելու մենք հաղթանակ չունենք։ Եվ երրորդ բանը, խիստ եմ խոսում, պատմություն կա սիրում եմ, միշտ պատմեմ, մասեմ էլ, որ երրորդին ասնեմ, գնացինք, ներկապային արդեն այդ մասը տարածքը Հայաստանին է չի, գնացինք այդտեղ առաջին անգամ և միակ անգամ եղա այդտեղ ծառայության, քույրերից մեկը մոտեցավ, ու ինձ ընդհանրապես ես իրան լսել եմ, լսելով լսել էի, բայց չէի տեսել։ Հիմա մոտեցել ինձ, ասես բարև ձեզ, ասի բարև ձեզ, դուք եք Էմիլիան, ասի հա ես եմ, ինձ մի հատ կհանդիմանեք։ Շատ եմ պատմել, սիրում եմ, պատմություն եկա ու միշտ պատմում եմ։ Ասես, բայց ինչի ես պետք է հանդիմանամ, ես չեմ ճանաչում։ Ասեց ինձ ասել են, դուք այնքան լավ եք հանդիմանում։ Ասի լավ ես կգտնեմ այդ ասողին։ Ասի դեռ ասելու բան չունեմ, հենց ունենամ հաստատ կասեմ։ Դեռևս չեմ ունեցել միջև այսօր, բայց համենայն դեպս կներեք, միգուցե եթե խիստ եմ խոսում, Աստված մեզ հավիտենական սիրով է սիրում։ Համարը անգիր գիտեմ, բայց ուզում եմ նորից կարդալ։ Նրանք հաղթեցին նրան գառանարյունով, ասեք գառանարյունով, վկայության խոսքով, չսիրեցին իրենց հոգին մինչև մահ։
Էս ինչը։ Այսինքն ինքը, երբ որ մենք մշտապես ապաշխարության կյանքով ենք ապրում, նշանակում ենք մենք միշտ Տիրոջ հետ ենք։ Եվ դա գիտեք, այն կյանքը չի, որ երբեմն բոլորի մոտ պատահում է, որ զուգահեռ իրականություններ կան, չգիտեք, չէ՞։ Երբեմն հավատացյալները Աստծո հետ այդ զուգահեռ իրականության մեջ են ապրում։ Ինքը կա, դրա մասին գիտեն, ամեն ինչ կա, բայց իրենք էս չի, սա է, զուգահեռ է գնում, չի խաչվում։ Հիմա սրա մասին չի, մենք խոսում ենք սերտաճած կյանքի մասին։ Կա գարանարյունը, կա ապաշխարության կյանք, եթե մշտապես կա այս սերտաճած կյանքը, եթե մենք մշտապես սնվում ենք նրա խոսքով եւ սիրում ենք նրա խոսքը, ուրեմն մենք հնարավոր չի, որ երբ որ գա իմ թե երկնքի արքայության շահերը, անհնար է, ես իմ շահերից կհրաժարվեմ։ Այս սա է նշանակում իրենց հոգին մինչև մահճեսը պատրաստ լինել այն բոլոր ցանկությունները, այն բոլոր երազանքները, այն բոլոր նպատակները, այն բոլոր ճիշտ լինելը, արդար լինելը, այս ամեն ինչը դնել մի կողմ ու ասել Տեր քոնը։ Այս նվիրված կյանքով է, որ մենք կարող ենք հաղթել չարախոսին, ով մինչև հիմա ամեն օր հոր առաջ մեզանից չարախոսում է։ Ռիկ Ջոյները շատ գրքեր ունի, եթե չգիտեք իր մասին, գնացեք փնտրեք կգտնեք, ժամանակ չունենք պատմենք, ասեմ, որ մարգարե, որին ես շատ հարգում եմ, անձամբ չեմ ճանաչում, գրքերը կարդացել եմ և շատերը այստեղ միգուցե կարդացել են, գրքերից մեկում ասում եմ, Աստված վերջին ժամանակների համար պատրաստում է բանակ, որը ամենաուժեղն է, որը անպարտելին է, բայց այս բանակը իր եսից հրաժարված է։ Երբ որ երեխաներին պատմեցի Ադամի ու Եվայի պատմությունը, ապշած էին, 3 խումբ են, առաջին դասարանից մինչև 9-րդ դասարան երեխա ունենք, 3 առանձին խմբերում 3 տարբեր ձևով պատմել եմ։ Երբ որ Կայենի ու Աբելի պատմությունը պատմեցի, նրանք ապշած էին, 12 տարեկան երեխա ունեինք, որ ասում ես, ընկեր իմիլ է, այս Աստվածաշնչի մեջ է գրված, ասում հա։ Գիտեք, ես միշտ շատ բաներ ենք ասում, ինչն է խնդիրը, ոնց իրանք ասում են, երեխաներն էլ գիտեն, որտեղ նրանք սխալ զոհ բերեց, ձեռքի աշխատանքը բերեց, չբերեց այն զոհը, որ Աստծո կամքի համեմատ էր եւ այլն, բայց մի բան կա, որ Ռաֆեղբոյից եմ լսել եւ ինքը դրա մասին պատգամ ունի։ Գիտեք ո՞րն է համեմատվելու մեղքը։ Երբ որ մենք կենտրոնացած ենք կողքինի վրա, սկսում ենք համեմատվել, գալիս է նախանձը եւ ուշ թե շուտ, եթե մենք մեր ոտքերը չլվանենք, այստեղ մենք այդ մարդուն մեզ համար սպանում ենք։ Հիմա մենք երբ որ Աստծո հետ մտերիմ կապի մեջ ենք մշտապես, մենք մեր եսից կարող ենք հրաժարվել, ինքը ունի ես չունեմ փառք Տիրոջը։ Ինձ հետ եք Մենք չենք կարող զոհել մեր կյանքը։ Ես նկատի չունեմ մահանալու մասին ֆիզիկապես։ Եվ չենք կարող զոհել մեր ցանկությունները, մեր եսը, մեր ամեն ինչ ինչով ապրում ենք, ինչով շրջապատված ենք, հա, եթե չենք ճանաչում Հիսուսին։ Մենք զոհում ենք միայն հանուն ինչ-որ բանի կամ հանուն ինչ-որ մեկի, մենք զոհում ենք հանուն Հիսուսի։ Հիմա կարդամ էլիսա Չսիրեցին իրենց հոգիները միջև մահ, երբ իրենց սեփական կյանքի հանդեպ սերը ընդհարվեց Աստծո հանդեպ հավատարմության հետ, նրանք պատրաստ էին տալ կյանքը։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում եւ մոտենում է շատ մոտ է սա, եթե մենք այսպիսի մարդ չդառնանք, դժվար է լինելու հաղթելը։ Գալիս են ժամանակները, որ ոսկե միջին այլևս չի լինելու։
Մենք չենք կարող եկեղեցի եկող հավատացյալ լինել միայն, մենք պետք է եկեղեցի լինենք։ Մենք պետք է սերտաճած լինենք Աստծո մարմնի եւ Աստծո հետ եւ պետք է մեկացած լինենք։ Այս դեպքում մենք պետք է ունենք միայն մեկ նպատակ, Ռիկ Ջոյները մի հատ սիրուն բառ է ասում, ասում մենք Աստծո եկեղեցու համար պետք է ներքինի լինենք։ Ո՞րն է ներքինի ամենամեծ աշխատանքը։ Նա չէր ամուսնանում կնոջ հետ, նա պատրաստում էր հարսին թագավորի համար։ Իր համար չէր անում, թագավորի համար էր անում։ Ամբողջ կյանքի աշխատանքը ուրիշի համար պատրաստելն էր հարս։ Հիմա մենք այսպիսի ընծայում պետք է ունենանք։ Եթե կարելի է, եկեք միասին բացենք Գործք 1:8-ը, ինձ հետ եք։ Տեր օրհնի ձեզ, որ ինձ հետ եք։ Գործք 1:8 անգիր գիտեմ, ուզում եմ կարդալ միևնույն է։ Ես ասում եմ, որ գիտեմ, էլի հանկարծ չմտածեք, որ չգիտեմ։ Ուրեմն աշակերտները 3.5 տարի Հիսուսի հետ քայլել են, տեսել են հրաշքները, տեսել են հաղթանակները, տեսել են հակառակությունը, տեսել են խաչելությունը, տեսել են պարտությունը, իրանց թվացյալ ճակերտավոր պարտությունը Հիսուսի, իրենք են այդ ժամանակ պարտվել, երբ որ Հիսուսը հաղթում էր, հիմա ամոթից գլուխները չեն կարող վերև բարձրացնել, ամաչում են։ Որպեսզի կարողանան շարունակել, նրանց մի հատ բան է պետք, որ մղի առաջ գնան։ Հիասթափված են ամենաառաջին հերթին իրենք իրենցից, որտեղ միակը, ով չվախեցավ եւ չփախավ, Հովհաննեսն էր։ Ինչից չվախեցավ Հովհաննեսը, մահանալ Հիսուսի համար եւ Հիսուսի հետ միասին։ Պետրոսը ինչի էր ասում քավլիցի Տեր քեզ չեն խաչի, որովհետեւ գիտեր, ուսուցչին արեցին իրեն էլ կանեն։ Վախենում էին մահանալ Հիսուսի համար։ Հիմա պետք է մի բան, որ նրանք պատրաստ լինեին հավասարազոր պայմանագիր կնքեին Տիրոջ հետ։ Հեշտ տեսել եք ինչ-որ մեկը պայմանագիր է կնքում մեկի հետ, ասում է ես այստեղ դնում եմ $1 միլիոն, իսկ քեզանից պետք է պարզապես ներկա լինել։ Գումար չունես, գիշերցերեք աշխատում ես։ Օրինակի համար եմ ասում, չէ՞, հավասարազոր, հիմա Տերը մեզ հետ ուխտ է կնքել։ Նոր կտակարանը նոր ուխտ է, ճիշտ է, ուխտ է կնքվել։ Իր կողմից 100%-անոց ընծայում է եղել։ Այս կողմից էլ պետք է լինի, որ պայմանագիրը վավեր լինի։ 100%-անոց ընծայում պետք է լինի, որ պայմանագիրը վավեր լինի։ Մենք չենք կարող այս 100%-անոց ընծայումը ունենալ, եթե չլինի այս 1:8-ը։ Ինչ է ասում 1:8-ը։ Վախեցած են, թաքնված են, փնտրում են, սպասում են, ասում են։ Բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեր վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը։ Մենք Կիրակի օրը հիասքանչ պատգամ ենք այստեղ լսել։ Ուրեմն այն ինչ որ ես ասում եմ անձամ չեմ հորինել, լսել եմ ուրիշից, փնտրել եմ, գտել եմ, ապացուցել եմ, որ այդպես է։ Երբ որ գրված է, որ դուք զորություն ձեր վրա կիշնի եւ դուք իմ վկաները կլինեք, հունարեն բնագրում եւ ընդհանրապես հունարեն լեզվում վկան մարտիրոս բառն է։ Զորություն ձեր վրա կգա եւ դուք մարտիրոս կդառնաք։ Պետրոս, որ դու 3 անգամ ուրացար ու փախար, այդ զորության շնորհիվ դու կլինես մարտիրոսը։ Աստված մեզանից նահատակի կյանք է ուզում։ Աշակերտները, ես ուրեմն չեմ երկարացնի շատ, բայց ասեմ, երբ որ նոր է սկսել դասավանդել նոր կտակարանի տեսություն, անդադար խորամ ես անդադար այդ հարցը տալիս էի, Տեր, ինչի բոլոր առաքյալները բացի Հովհաննեսից նահատակվեցին։ Ինչի բոլոր առաքյալները բացի Հովհաննեսից նահատակվեցին։ Եվ շատ հանգիստ պարզ Տերը խոսեց հետս, որովհետև նրանք առաջին քննությունը կտրվեցին, վախեցան իմ համար մահանալ, կյանքը տալուց։ Դրա համար եկավ ժամանակը, որ վերաքննությունը նրանք փորձառաբար հանձնեցին։ Ով որ համալսարանը սովորել է գիտի, եթե որևէ առարկայից կտրվում է, հետո գնաց վերաքննության, ինչքան էլ լավ պատասխանի 5 չեն դնում։
Նրանք բոլորն էլ հոգևոր դաշտում այդ զորությունը ստացած ապացուցեցին, որ այո, մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև մեր կյանքը կտանք։ Այսքան արժեք ուներ Տերը իրենց համար։ Արդյոք ես ունեմ սա։ Գիտեք, նահատակ լինելը մեծ պատիվ է եւ պարգև ամեն մեկին տրված չի, բայց մենք պետք է նահատակի բնավորություն ունենանք, որ երբ որ գա պահը, մենք հասկանանք, որ մեր միտքը, մեր ապրելաձևը, մեր նպատակը հավիտենական է, ոչ թե կարճաժամկետ։ Նայենք մեր կյանքին եւ կհասկանանք, որտեղ ենք մենք։ Օրինակ, եթե մի շաբաթով ձեր հեռախոսը ձեր ձեռքից վերցնեն, իմ հեռախոսը իմ ձեռքից վերցնեմ, այսպես ասեմ, որ ված չզգեք, մեր հեռախոսը մեր ձեռքից վերցնեն։ Ինչ կանենք։ Իսկ եթե մի շաբաթով Աստվածաշունչը մեր ձեռքից վերցնենք, ինչ կլինենք, հա, Աստվածաշունչը փոշի է դվել վրան։ Կալ մի խնդիր։ Լավ, միջև այդ խնդիրն ասնել, հիմա երկու հոգուց եմ խոսում, գնանք առաջ։ Ինչպես լինել այսպիսի մարդ։ Հիմա ասում եմ մի բան, որ աղջիկների ժողովին եմ աղջիկներին ասել։ Ինչպես լինել այսպիսի մարդ։ Երբ որ մենք չեմ երկարացնի, զգում եմ, որ խոսքս ավելի շատ է։ Երբ որ բացում ենք Ծննդոց 39-րդ գլուխը, 3 անգամ 3-րդ խոսքում, 21 խոսքում եւ 24 խոսքում հանդիպում ենք այսպիսի բան. եւ Աստված Հովսեփի հետ էր։ Պատմությունը գիտենք, Հովսեփի չեմ ուզում մանրանալ, բայց հետաքրքիրն այն է, որ մենք ոչ մի տեղ Աստծո խոսքում չենք տեսնում Հովսեփի եւ Աստծո հարաբերության մասին։ Ինչ խոսեցին, Հովսեփը ինչ ասեց Տիրոջը, ինչ խնդիրներ էր ասում, ինչ սրտի ցավ ուներ, լուրջ խնդիրներով էր ասնում այս մարդը։ Լուրջ դժվարություններ էր ասում, ոչ միտեղ չենք տեսնում։ Գիտեք, սա որն է ծածուկ սենյակը։ Այն, որ շատ հաճախ թշնամին այսա է ուզում մեր ձեռքից վերցնի։ Աստվածաշնչում Աստծո զորավոր մարդկանց ամենակարևոր հանդիպումները գրված չեն, որովհետև դա միայն իրանք են ու Տերը։ Անգամ Հիսուսը, եթե մենք տեսեք Մարկոս ավետարան 1:35-ում ասում է վաղ առավոտ գնաց անապատվայր։ Ղուկաս 6:12-ում ասում է ողջ գիշեր մենակ աղոթք էր անում։ Ղուկաս 5:16-ում ասում է մենակ աղոթք էր անում։ Մարկոս 6:46 ասում է վեր ելավ Սարը աղոթք անելու։ Անգամ Հիսուսը միատեղ կար, որ մենք չգիտենք, այս ինչ էին իրանք խոսում Տիրոջ հետ։ Ինչ էին խոսում Տիրոջ հետ։ Այդ մենք ենք Հովսեփի կյանքը նայելուց հասկանում ենք, որ գիտենք, հեսա սրանց հետո ինքը բանդում այդ երազը կտեսնի, մի քանի տարի կանցնի, այս մեր ամեն մի քանի տարին այսպեսի բան է, էլի։ Բայց օրերիկա հնարավոր այդ մարդու համար դժոխք են եղել, դարի նման են երկարացել, հետո ինքը կդառնա ինչպես է հասել սրան, ինչպես է դարձել Հիսուս Քրիստոսի խորհրդանիշը 5 կտակահանում, Աստծո հետ մտերիմ հարաբերություն, որտեղ Տերը կոնկրետ նրա հետ խոսում էր։ Ես սրա մասին ոչ ոք չգիտի։ Հիսուսը հոր հետ զրույց ուներ գիշերներով, զոհաբերություն էր մեզ, ամբողջ գիշեր չէր քնում, մենակ Տիրոջ հետ խոսում էր, հոր հետ խոսում էր, չգիտենք ինչ էր խոսում։ Այդ զրույցներից մեկից հետո իջավ 12-ին ընտրեց։ Բայց ամենակարևոր բանը, որ նրա հետ հայրը խոսում էր, սա էր. որդիս, դու խաչվելու ես։ Սրան էր պատրաստում Տերը։ Հայրը պատրաստում էր որդուն իր ամենակարևոր ծառայությանը։ Ուզում ենք իմանալ ինչի են կանչված եւ որն է ամենակարևորը, որ պետք է անենք։ Ուզում ենք իմանալ, թե հայրը ինչ է ուզում, որ մենք անենք։ Երբեմն գիտեք, խաբելով ենք քայլում, չգիտենք ինչ անենք, որովհետեւ այս մտերիմ կապը չկա դեռ։ Մշտապես հարատևը դեռ չկա։ Ձեզ չթվա, որ ես բեմից խոսում եմ որպես դոկտոր պրոֆեսոր, ես էլ եմ սայթակում։ Հիսուսը ասեց, ես անում եմ այն, ինչ որ տեսնում եմ իմ հորը անելիս։
Մի հատ էլ ասեմ, ես անում եմ այն, ինչ որ տեսնում եմ հորը անելուց, որտեղ էր նա դա տեսնում, այդ աղոթքների մեջ, երբ որ ինքը մենակ էր։ Տերը մեր միջոցով մեծ գործեր ունի անելու, շատ մեծ գործեր ունի անելու, որովհետև մենք ապրում ենք վերջին ժամանակներում։ Միգուցե մենք չտեսնենք Տիրոջ գալուստը, բայց միևնույն է, ես չեմ դադարի ասելուց, աշխարհը գտնվում է իր կյանքի մայրամուտում։ Տիրոջ գալուստը շատ մոտ է, մեղքը այնքան է կատարելագործվել, երկիր մոլորակ էլ չի դիմանում սրան։ Հիմա հիշեք, շատ կարևոր բան եմ ասում։ Մենք հիմա ավելի զորավոր, ես խոսում եմ եկեղեցուն համաշխարհային, եկեղեցին հիմա ավելի զորավոր է, քան երբևէ։ Եվ թշնամու զորքերը ծուղակի մեջ են, սա է պատճառը, որ նա իր ամենաուժեղ զենքերն արդեն դուրս անում մարդկության դեմ։ Իսկ սա նշանակում է, որ նրա պարտությունը մոտ է։ Գիտեք ինչին է նման։ Փարավոնը Իսրայել ազգին հետ բերելու համար իր ամենահզոր այրուձին սայլերով, կառքերով տարավ։ Գնաց Իսրայել ազգի հետևից, որ դուրս եկել արդեն Եգիպտոսից, հասել են Կարմիծով, իր ամենահզոր բանականից, դրանց ենքում էլ զորք չուներ, ամենաուժեղ զորքն էր։ Ինչ եղավ այդ զորքի հետ։ Խորտակվեց ծովի մեջ։ Ամեն։ Փառք մեր Տիրոջ։ Վերջացնեմ։ Մատթեոս ավետարան 11:12։ Հետաքրքիր է։ Մատթեոս ավետարան 11:12։ Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկինքի արքայությունը ուժով է առնվում, եւ ուժովները հափշտակում են նրան։ Հիշում եմ, որ Ռուսաստանում ենք երևի երկար ժամանակ մի քանի հոգի իրար հետևից, ամիսներ շարունակ, անդադ գալիս են, այս համարի մեկնությունն էին ինձանից ուզում։ Ինչ է նշանակում ուժովները հափշտակում են, ուժով է վերցվում երկնքի արքայությունը։ Ոմանք մտածում են զորանելով կամ այսպես անելով, բայց մեկնաբանները ես չեմ նորից հորինել, մեկնիչները այսպիսի բան են ասում, որ Տերը այստեղ համեմատում է Աստծո զավակներին զիլոտների հետ, գիտենք նրանք ովքեր ուզում էին Դավթի թագավորությունը, երկրային Իսրայելի արքայությունը վերականգնել։ Ապստամբներ էին սրանք, զենքով էին ուզում վերականգնել։ Եվ նրանք ֆանատիկներ էին բոլորը։ Պատրաստ էին իրենց կյանքը զոհելու։ Գիտեք, չէ՞, այսպիսի կամիկաձեները շատ կան, չէ՞։ Հիմա ասում է արքայությունը ուժով է վերցնում, այսինքն դուք պատրաստ եղեք ձեր ամբողջ ուժն ու կորովը ներդնել արքայության համար։ Ինչքան որ կարող եղեք ֆանատիկ եւ պատրաստ եղեք ձեր կյանքը տալ արքայության համար, ուժով ենք վերցնում։ Որ ուժով, որով որ հաղթում ենք սատանային, ինչով ենք հաղթում սատանային, գառան արյունով, վկայության խոսքով եւ մեր եսից հրաժարվելով։ Ամեն։ Եվ Եբրայեցիս 11-ում Պանթեոնում մի հատ շատ վերջում, երբ որ բոլոր հավատքի մարդկանց մասին խոսում է, եկեք սա էլ բացենք, լավ։ Եբրայեցիս 11:34-ում շատ սիրուն խոսք է։ Եթե մենք այսպես նվիրվենք եւ տրվենք, 33-ից կարդամ ասում եմ, որոնք հավատքով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, խոստմունքներ ստացան, առյուծների բերանները խցկեցին, կրակի զորություն անցին, սրի բերանից պրծան, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախցրին, կանայք իրենց մեռելներին ընդունեցին հարությունից եւ այլն եւ այլն եւ այլն։ Ովքեր էին մարդիկ, ովքեր հավատում էին եւ իրենց կյանքն էին դրել։ Ես չգիտեմ դուք ինչպես, բայց ես իմ կյանքում հասա միտեղ, որ գիտակցեցի, որ ես 99%-ով եմ ընծայել իմ կյանքը Տիրոջը։ Որ եկա մի պահ, որ ես հասկացա Տիրոջը ծառայելը ինչ որտեղ փոքր տոկոս, բայց աշխատանք է։
Եվ Տերը խոսեց հետս։ Աստծուն ծառայելը, ինչ ճիշտ հասկացեք, եկեղեցուն պետք է ծառայենք։ Կարևորը եւ ճիշտ է։ Պողոս առաքելը ասում է նախ յուրայիներին, հետո մյուսներին, թե Հակոբոս արդեն կներեք, որ չեմ հիշում։ Առաքելը։ Նախ յուրայիններին, հետո մյուսներին։ Բայց ոչ թե ծառայությունը եկեղեցի ներսում է, ծառայությունը կյանք է։ Ինչ կյանք Աստծո կամքը կատարել։ Սա է ծառայությունը։ Ապրել Աստծո կամքով։ Աբրահամը եկեղեցի հաճախում էր, ոչ։ Աբրահամի ժամանակ սինագոգ կաց չէ, Աբրահամը Աստծուն ծառայում էր, այո։ Գերագույն ծառայությունը Աստծո կամքով ապրելն է։ Ինչ որ տեսնում ենք հայրը անում է, դա էլ անում եմ։ Տա Աստված սրան մենք հասնենք։ Եվ խոսքս ուզում եմ վերջացնել երկու բանով։ Մեկը, գիտեք, կան մեղքեր, որ շատ դժվար են անցնում մեր կյանքից։ Ինչ պատճառներով չգիտեմ։ Իմ կյանքում կար մի բան, որ ես խոստովանել եմ, ապաշխարել եմ, գնացել եմ ծառայության, ես անդադար Տիրոջ առաջ ծնկի եկած, բայց ինքը կրկնվում էր։ Ու մի օր կանգնեցի, ասեցի, Տեր, էլ չեմ կարող, դու օգնի, ես ուժ չունեմ դրան հաղթելու։ Ինչ բանաձև ունեի, օգտագործել եմ։ Ես ասում եմ, որոշումներ էի կայացնում, հաստատուն, հավատքի քայլ էի անում, միևնույնը սայթակում ընկնում էի։ Եվ հասա միտեղ, ասի, Տեր, ես ուժ չունեմ, ինձ օգնի։ Անցավ ժամանակ շրջվեցի, տեսա, որ դա չկա այլևս իմ կյանքում։ Բաներ կան, որ մենք ոչ միտեղ կարող է չհանդիպենք, ոչ ոք մեզ չի կարող այդ խորհուրդը տալ։ Մենք կարող ենք միայն Աստծո այդ հարաբերության մեջ։ Երկար տարիներ առաջ, 10-15 տարի առաջ մի Աստծո զավակից, ով շատ երկար ժամանակ հավատացել է, մի բան լսեցի եւ զարմացա, որ ինքը երկար տարիներ հավատացել է եւ չգիտեր ինչպես անել։ Ասես բեմից խոսում են ինչ անել, բայց չեն խոսում ինչպես անել։ Ու ես մտածեցի, գիտեք, օրինակ հավատալ, ինչպես հավատալ։ Մենք կարող ենք ինչ-որ մեկին սովորացնել ինչպես սիրահարվել։ Ով է իր կյանքում երբևէ սիրահարված եղել։ Կա տես մեկը։ Ինչ-որ մեկը մեզ սովորեցրել է։ Օրինակ, երբ որ ես բացահայտեցի կյանքում առաջին անգամ սիրահարված եմ, ես ապշեցի, էս էր, ինձ ոչ մեկ չասեց, որ դա սիրահարվածություն է, ես հասկացա։ Բաներ կա, որ մեզ ոչ ոք չի կարող սովորեցնել, միայն Տերը։ Բաներ կա, որ մենք միայն ապրելով կարող ենք սովորել։ Բաներ կա, որ միայն փնտրելով կարող ենք սովորել։ Ոչ մի հովիվ, ոչ մի առաջնորդ, ոչ մի մայր, ոչ մի քույր չի կարող մեզ սովորեցնել։ Բաներ կան, օրինակ, ինչպես լսել Տիրոջ ձայնը, 1000 քայլ կարող ենք անել։ Մինչև մենք Տիրոջ ձայնը չենք լսում, մենք չենք հասկանում, որ դա Տիրոջ ձայնն է։ Ճիշտ եմ, թե ոչ։ Որտեվ Տերը ասում է, իմ գառները, իմ ձայնը ճանաչում են։ Հիմա սեմինարներ գնալը ճիշտ է, այո, պետք է գնալ, մենք հմտանում ենք, մենք վարժվում ենք, մենք սովորում ենք, բայց այն առաջին քայլերը ինձ ոչ ոք չի սովորացնում։ Եկավ ժամանակը, երեխան ոտքի է կայնում, ոչ մեկ չի ասում, բալես, հիմա դու 9 ամսական ես, եկել է ժամանակը, պետք է քայլես, բարձրանում ես, առաջին քայլն ես անում, հետո երկրորդ քայլն ես անում։ Չի հասկանա։ Ներսում ինչ որ բաներ ա, ես չգիտեմ ֆիզիոլոգիապես ինչ է կատարվում երեխայի հետ, բժիշկները կիմանան, բայց գալիս է ժամանակը, ինքը գիտակցում է, որ կանգնելու ժամանակն է։ Սա ինչպես է կատարվում, ապրելով։ Բաներ կա, որ մենք միայն ապրելով կարող ենք անել։ Եվ Տիրոջ հետ ապրելով, ամեն։ Եվ Մարիամ ջան։ Երբ որ հասա Հովսեփի կյանքը ուսումնասիրելու ավարտին, հոկտեմբերի 10-ն էր, կներեք, 12-ը, ծննդյանս օրն էր, ու հետաքրքիր է Տերն ինձ մի նվեր արեց, և այդ նվերը այս խոսքերն են, եթե հավատարիմ մնաս Աստծուն, եթե ապրես նրա կանոններով ու կամքի համաձայն,
Նորից ասեմ, լավ։ Ես ուզում եմ ասեմ, որ երբևէ Տիրոջ զոհը չեմ ցածրացնում։ Ես ասեցի, որ մեր հաղթանակի համար առաջին գրավականը Տիրոջ արյունն է։ Բայց մենք երկնքից պարզած ձեռքին ընդառաջ պետք է մեր ձեռքը բարձրացնենք, որ ունենանք սա։ Ես սրա մասին եմ խոսում, բարի։ Եթե հավատարիմ մնաս Աստծուն, եթե ապրես նրա կանոններով ու կամքին համաձայն, մենք չենք կարող ասել, օ, դա օրենք է։ Ոչ, եթե ես Աստծունն եմ, ես ամեն ինչ կանեմ, որ նրան ուրախացնեմ իր կյանքով ապրելով։ Ես չեմ կարող ասել, ես փրկված եմ, բայց ապրել մեղքի կյանքով, ասել, բայց ես փրկված եմ, Հիսուսը զոհվել է ինձ համար։ Եթե հավատարիմ մնաս Աստծուն, եթե ապրես նրա կանոններով ու կամքին համաձայն, եթե մեղքդ ընդունես, խոստովանես ու ապաշխարես, եւ ապաշխարելու կյանքով ապրես, Աստված իր ժամանակին կհանի քեզ քո նեղությունից։ Եվ բոլոր քեզ նեղացնողներին քեզ մոտ կբերի հաշտվելու համար։ Ոչ թե նրանց ցույց կտա, որ տեսակ ինքը ճիշտ էր։ Այս ամբողջ ճանապարհը Հովսեփ անցավ, որպեսզի սովորեր մի կարևոր բան՝ ներել եղբայրներին։ Եվ դա այս ներումը սովորեց Աստծո հետ հարաբերվելով։ Ասում եմ, Աստված իր ժամանակին կհանի քեզ քո նեղությունից եւ բոլոր քեզ նեղացնողներին քեզ մոտ կբերի հաշտեցնելու։ Չես կարող վայելել Աստծո ողորմությունն ու շնորհը, պաշտպանությունն ու հաճությունը, եթե ճանաչելով նրան ապրում ես նրա կամքին հակառակ։ Սմիթ Վիգլսվորդը այսպիսի մի բան է ասում. Աստված այնքան է սիրում մարդուն, որ նրա փրկության պայմանը հասցրել է մինիմալին՝ հավատա։ Հավատացինք, փրկվեցինք։ Հիմա եկել է ժամանակը, որ Աստծո բանակին զինվորագրվենք։ Ու որպեսզի թշնամին ոչ մի բռնելու տեղ չունենա, որպեսզի մենք լինենք հաղթական, որպեսզի մենք հավաքենք հուծքը, մեզ պետք է ամեն օր մեր ոտքերը լվանանք։ Ամեն օր պետք է ոտքերը լվանալ։ Եվ կավարտեմ խոսքս Ռիկ Ջոյների տեսիլքով։ Մեծ տեսիլք է տեսնում, որի սկիզբը սա է, ասում է, տեսա մի մեծ նժույգ, շատ ուժեղ նժույգ, որ վայրի էր։ Եվ մի փոքր ձայնից վախենում էր, խրտնում ու փախնում էր։ Բայց երբ որ ես թույլ տվեց, որ իրեն վարժեցնեն, ճակատամարտի ժամանակ այդ ռումբեր էին պայթում, թրերի ձայններ, աղաղակ էր, մահվան ձայն էր, չգիտեմ ինչ էր, ամբողջ աղմուկի ժամանակ ինքը միայն մի բանի հանդեպ էր զգայուն, իր հեծյալի ամենափոքր հարվածին կողերին։ Նա միայն սրան էր զգայուն, Տերը մեզ սրան է պատրաստում։ Այնպիսի մտերմության նրա հետ, որ ամենադաժան ճակատամարտում, երբ որ ես Էմիլիաս չգիտեմ ինչ անել, մեղմ միած շարժ ու ես գիտեմ Տերը ինձ ասեց ինչ անել։ Ամեն։ Եթե համաձայն ենք, եթե ուզում ենք, եթե արդեն զինվորագրվել ենք, բայց ուզում ենք նորոգել ուխտը, եթե չենք կարել, ուզում ենք ընծայման կյանք ապրել, եթե ինչ-որտեղ սայթակել ենք, ուզում ենք ոտքի կանգ, ես չգիտեմ, եթե ինչ-որ կերպով այս խոսքը ձեզանից ինչ-որ մեկին հպվեց, եկեք կանգնենք աղոթքի։
Եթե ուզում ես կարող ես գալ առաջ պարզապես երկրպագել ու ասել Տեր ես քոնն եմ։ Տեր ես քոնն եմ։ Այն թունիկեցի կնոջ նման Տեր շուն եմ, բայց քոնն եմ։ Սխալվել եմ, բայց քոնն եմ։ Ես թույլ չեմ տա, որ իմ ու քո միջև մտնի սատանան։ Երբ որ մենք չենք խոստովանում մեղքը, մենք թույլ ենք տալիս, որ մենք մեր մտերիմ հարաբերության մեջ մտնի թշնամին եւ իր կեղտոտ ձեռքերով ապականի այս հարաբերությունը, որ մենք փորձենք արդարանալ, մեր արդարանությունը ոչինչ է։ Միակ հաղթանակը սա է, այո Տեր, արել եմ, բայց քո արյունը, բայց քո արյունը, բայց քո արյունը ինձ սրբում ու մաքրում է։ Սոլի շատ Oh, Yeshua, soli la lua. Oh, baby, ababa, so.